Բարև ձեզ, ձեզ հետ Կարենն է։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ իմ կողմից պատրաստած ծրագիրը։ Հիմա տեսնենք ինչպես է մեր ծրագիրը ավտոմատ դասակարգում այս խառնաշփոթը։ Տեսնում եք, ահա այսպիսի խառնաշփոթի վիճակ մեր ընտրված պապկայում, դուք ձեր դեպքում ընտրում եք ձեր պապկան, ահա այստեղով ընտրված է եւ սեղմում եմ ուղղակի արգանայց տեղը եւ բացենք, տեսնենք փոփոխություն։ Ահա մի ամբողջ քաոսը վերացվեց դասակարգված տեսքով պապկաների արխիվները գտնվում են արխիվ պապկայի մեջ, աուդիո ֆայլերի մեջ, մեդիա ֆայլերը, վիդեո բնակում, լուսանկարների ֆոտո պապկայում այն ավտոմատ կերպով ստեղծում է համապատասխան կատեգորիաների պապկաներ եւ դասավորում մեր խառնաշփոթ պապկաները համապատասխան պապկաներում։ Ես վերջին ժամանակներում ունենում եմ խնդիր համակարգչից տարբեր պապկաներում ֆայլերի անվերջ քաոսի հետ կապված, նկարներ, փաստաթղթեր, տեսանյութեր, ամեն ինչ իրար խառնված, ահա մոտավորապես այսպիսի վիճակ։ Որպեսզի դուք կարողանաք ձեր ֆայլերը ավտոմատ կերպով կարգավորեք ընդամենը մեկ կոճակի հպումով, ես կազմել եմ դրա համար իմ անձնական ծրագիրը, որը բաղկացած է free եւ pro մասերից մեկ ծրագրում ակտիվացման հնարավորությամբ, եւ այսպես որպես ծրագրավորող ես որոշեցի վերջ դնել դրան եւ ստեղծեցի իմ անձնական աշխատանքային գործիք ծրագիրը Smart Safe Organizer-ը, սա free վերսիան է, որի լինքը ես կթողնեմ տեսանյութի տակ։ Smart Organizer-ը ոչ թե պարզապես ֆայլեր տեղափոխող ծրագիր է, այլ համակարգ, որը ստեղծել եմ անվտանգության եւ արագության հիման վրա։ Ընտրում ենք պանակը մեր, օրինակի համար 947 MIX-ը, այս դուք ձեր դեպքում կարող եք ձեր պապկան ընտրել եւ սեղմում preview կոճակը։ Ծրագիրը ցույց է տալիս, թե ինչ իրավիճակ է ձեր պանակում, այսինքն նրանում գտնվող ֆայլեր, ինչ ընդլայնումով տեսակի ֆայլեր, ինչ քանակի կան, որքան ֆոտոլուսանկար կա, որքան տեսանյութ կա, որքան փաստաթուղթ կա եւ այլն, դուք ինքներդ այս մասում տեսնում եք։ Սա free վերսիան եւ գլխավոր pro վերսիան հա ունի այս տեսքը։ Ինտերֆեյսը ընդհանուր առմամբ շատ պարզ է, ունի նաև ժամանակակից դիզայն, pro վերսիան։ Ընտրում ենք մեր պանակը կամ պապկան, ինչպես ասում ենք, նախապես մեզ մոտ լիցենզիան ահա այս կետից ակտիվացված է pro վերսիան, K-ը ձեռք բերելու համար դուք կարող եք կապնվել վճարովի եղանակի համար pro վերսիան իմ էլեկտրոնային փոստով, իսկ անվճար տարբերակի լինքը ես կթողնեմ տեսանյութի տակ։ Հիմա ինձ մոտ ես ակտիվացրել եմ pro վերսիան, որի դեպքում գործում է այս organize եւ undo ֆունկցիաները, որոնք չեն գործում free տարբերակում։ Pre-verse preview-ն հնարավորություն է տալիս միայն ուղղակի դիտել ընտրված պապկայի ստատիստիկ տվյալները, ահա թե որքան փաստաթուղթ, որքան ֆոտոնկար տեսանյութ կա մեր ընտրված պապկայում եւ ընդհանուր տեղեկատվություն, այսքանով սահմանափակում է free վերսիայի հնարավորությունները, իսկ արդեն pro վճարովի տարբերակը աշխատում է organize եւ undo ստեղները, որը մեկ հպումով ընդամենը կարգավորում է մեր բոլոր ֆայլերը։ Օրինակ, նախապես նշեմ, որ որպես հեղինակ ինձ համար կարևոր է նաեւ ֆայլերի անվտանգությունը, այդ պատճառով ես ծրագրում ներեմ դրել Safe Move System մի փոքր ենթահամակարգ, որը թույլ չի գալիս որևէ կերպ վնասել ձեր համակարգային ֆայլերը, չնայած ճիշտ համոզված եղեք, որ ընտրել եք ճիշտ պապկա, որպեսզի ամեն դեպքում զերծ մնաք սխալներից։ Հիմա տեսնենք ինչպես է մեր ծրագիրը ավտոմատ դասակարգում այս խառնաշփոթը։ Ահա տեսնում եք, ահա այսպիսի խառնաշփոթի վիճակ մեր ընտրված պապկայում, դուք ձեր դեպքում ընտրում եք ձեր պապկան, ահա այստեղով ընտրված է եւ սեղմում եմ ուղղակի արգանայց տեղը։ Այստեղ հաղորդագրություն է դուրս բերում, որ process-ը իրականացված է, այսինքն ձեր անկանոն ֆայլերը դասակարգված, տեսակավորված են ըստ տիպերի եւ բացենք, տեսնենք փոփոխություն։ Ահա մի ամբողջ քաոսը վերացվեց դասակարգված տեսքով պապկաների արխիվները գտնվում են արխիվ պապկայի մեջ, աուդիո ֆայլերի մեջ, մեդիա ֆայլերը, վիդեո բնակում, լուսանկարների ֆոտո պապկայում այն ավտոմատ կերպով ստեղծում է համապատասխան կատեգորիաների պապկաներ եւ դասավորում մեր խառնաշփոթ պապկաները համապատասխան պապկաներում։ Այլ կերպ ասած, pro տարբերակը նրանց համար է, ովքեր ուզում են լիարժեք ավտոմատացում, սա իմ ամենասիրելի մասն է, այսինքն մեկ սեղմումով ծրագիրը ինքնուրույն դասակարգում է ֆայլերը, ինչպես մենք տեսանք, ստեղծելով առանձին պանակներ կամ պապկաներ աուդիո, վիդեո, փաստաթղթերի եւ այլ ֆորմատների համար։ Ամենակարևորը, եթե ինչ-որ բան սխալ ստացվի, ես ստեղծել եմ ահա undo այս կոճակը, որը ամեն ինչ մեկ վայրկյանում հետարկում է կամ չեղարկում է։ Սա իմ անձնական մոտեցումն է եղել որպես կարգուկանոն։ Այստեղ կա help բաժինը, որը հակիրճ ինֆորմացիա է ներկայացնում ծրագրի մասին, եւ about բաժինը ծրագրի, որը իմ այս ծրագրի հեղինակի, այսինքն իմ մասին ներկայացնում է հակիրճ ինֆորմացիա, եւ exit կոճակը դուրս է գալիս ծրագրից։
Եվ այսպես ես շատ ուրախ կլինեմ, եթե իմ ստեղծած այս ծրագիրը կամ գործիքը օգնի ձեզ, սա իմ նախագիծն է, որը ես շարունակաբար զարգացնում եմ, եւ ինձ համար շատ կարեւոր են ձեր առաջարկներն ու կարծիքները։ Իսկ ահա այս Pro վերսիան ձեռք բերելու համար դուք կարող եք կապվել ինձ հետ իմ email-ով, որի լինքը ես նույնպես կթողնեմ այս տեսանյութի նկարագրության բաժնում։ Անվճար տարբերակը դուք, ինչպես ասացի, կարող եք ներբեռնել նկարագրության մեջ նշված հղումով, իսկ Pro տարբերակի մասին մանրամասների համար ինձ գրեք էլեկտրոնային պոստով։ Շնորհակալություն դիտման համար, ձեզ հետ Կարենն էր, Smart Organizer ծրագրի հեղինակը։